որքան մենք փորձել ենք սիրահարշահել Ռուսաստանին, այնքան նա դիտարկել է դա ոչ թե որպես բալանսավորման կամ բալանսավորված քաղաքականություն, այլ հակառակը թուլության նշան, ոչ կտրուկ քաղաքականության նշան, մեր տեղը չի կարող լինել Ռուսաստանի հետ, Ռուսաստանի հետ մենք մեր բոլոր հարաբերությունները պետք է հետզհետե նվազեցնենք, ինչպես ապա ռուսականացվում է հեծը, այդպես պետք է հետզհետե ապա ռուսականացվի մեր ատոմային կախվածությունը, գազը, դա ժամանակի հարց է։ Մոսկվայից սառը ցնցուղ եղավ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի քննարկումը այն մարդկանց համար, ովքեր մտածում էին, որ արևմուտքից պետք է գան եւ Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցեն։ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը քննարկեց Վլադիմիր Պուտինի հետ, ճիշտ է, վերջնական որոշման չեկան, բայց ուշագրավ է, որ ռուսական սցենարն էլ չի բացառվում։ Այնինչ հայտարարվում էր, որ արդեն Արմեն Գրիգորյանը ամերիկացիների հետ խոսել, պայմանավորել, որոշել են։ Եթե իրենք որոշեցին Ռուսաստանի հետ նոր ատոմակայան կառուցել 2036 թվականից հետո, դա կատաստրոֆա կլինի։ Ես այդքան չեմ հավատում, որ դա հնարավոր է։ Ես կարծում եմ, որ հենց Միացյալ Նահանգների հետ մենք փոքր մոդուլային այդ ռեակտորները կկառուցենք,